Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն առաջին անգամ էր Գյումրի եկել հանդիպելու Շիրակի մարզից զորակոչված այն զինծառայողների ծնողների հետ, ովքեր այս պահին պաշտպանում են Ղարաբաղ-ադրբեջանական սահմանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Ուկրաինայում եւ մասնավորապես Ղրիմում ծավալվող իրադարձությունները շատ հաճախ համեմատում են Ղարաբաղյան հակամարտության հետ, փորձելով զուգահեռներ անցկացնել այս երկու խնդիրների բովանդակությունների միջև։ Ուշագրավ էր հատկապես Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրնովսկու հայտարարությունը, թե մեջբերեմ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում երբեք էլ կողմերը պայմանավորվածության չեն գա եւ ամենալավ որոշումը կլինի այն, որ Ղարաբաղն ընդգրկվի Ռուսաստանի կազմում։ Ժիրնովսկի եւ նմանները հայտարարություններ պիտի կատարեն։ Դա իրենց գործն է, թող կատարեն։ Դրանից եղանակը Ղարաբաղում չի փոխվում։ Հասկացաք։ Կարծում եմ, որ մեկին իրավունք չի վերապահված Ղարաբաղի ժողովրդի անունից խոսել, որտեղ Ղարաբաղը ինքնիշխան երկիր է եւ Ղարաբաղի հարցը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը։ Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին զուգահեռ շատ խոսվեց նաև, որ ադրբեջանական կողմը զինտեխնիկա է կուտակում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի սահմաններին մոտ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը դա հերքեց։ Ոչ։ Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից դիպուկահարների գործողություններին, ապա ըստ Մովսես Հակոբյանի միշտ գործել են, միշտ արժանի պատասխան ստացել են, միշտ հանգստացել են, նորից են արթնացել, նորից փորձել գործել, նորից ստացել պատասխանը եւ կարամ ասեմ, որ այսօր առաջի գծում իրավիճակը վերահսկում է հայ զինվորը պարտադրող է դերում է, այդպես եղել է եւ այդպես շարունակվի։ Ուկրաինայի դեպքերից հետո աշխուժացում եղել է թշնամու կողմից։ Սահմանամերձ շրջանում։ Առաջին գծում մեր մոտ միշտ աշխուժ է եւ մենք այդպես հանգստանալու կամ աշխուժությունից հարաբերական իմաստով եմ ասում։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայի դեպքերի հետ որևէ կապ չունի։ Բանակի մարտունակության մասին էլ խոսեց, ասելով, թե Արցախի բանակը ունի բոլոր հնարավորությունները իր արժեվ խնդիրը կատարելու փալուն ձևով։